Մի պա մեր գլուխները խոնարհենք եւ աղոթենք։ Մեր սիրելի երկնային Հայր, որքան մեծ պատիվ է մեզ համար լինել քո տան մեջ եւ քո ներկայության մեջ, Տեր։ Շուտով Քրիսմաս է եւ պետք է նշենք մեր Տիրոջ ծնունդը, բայց մեր Տերը չծնվեց պալատների մեջ, շքեղ հյուրանոցների մեջ, երբ որ նա ծնվեց, տեղ չկար նրա համար այս աշխարհի մեջ։ Բայց նրան խանձարուրով պատեցին, դրեցին մի փոքրիկ, մի անշուք վայրի մեջ, բայց այդ վայրը դարձավ աշխարհի ամենակարևոր վայրը։ Տեր, որտեղ որ դու ես, այդ վայրը ամենակարևոր վայրն է, Տեր։ Եվ որտեղ դու ես, այնտեղ ես եմ, Տեր։ Եվ որտեղ ես ու դու ենք, Տեր, այդ վայրը ինձ համար ամենաճիշտ եւ ամենակարևոր վայրն է։ Ուրեմն փառք եմ տալիս քեզ, որ այս ամենաճիշտ ժամին ես ամենաճիշտ տեղում եմ, ամենաճիշտ մարդու կողքը ամենաճիշտ գործն եմ անում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Այն պատգամը, որ ուզում եմ ձեզ փոխանցել սիրելի քույրերի եղբայրներ, մի քիչ կետադրական նշանների մասին է։ Այսինքն այսօր Աստծո կետադրական նշանների մասին պետք է նայենք եւ այսօրվա պատգամը այսպես է կոչվում. Սատանայի վերջակետը եւ Աստծո, դուք մտածեք ինչը պիտի լինի, ստորակետը։ Սատանայի վերջակետը եւ Աստծո ստորակետը։ Ասում են մի հայտնի ռուս կայսրուհի կար, պատմության մեջ հայտնի, որ մի սովորություն ուներ։ Սիրում էր սпасել, երբ որ իր ամուսինը քնում էր, եւ ամուսնուց գախնի մտնում էր իր ամուսնու Աֆիսը գրասենյակը, ռուս հայտնի կայսր, որ աշխարհահռչակ մեկն էր եւ մեծ իշխանություն ուներ, բայց մտնում էր իր ամուսնու գրասենյակը, բացում էր նամակները, հատկապես որտեղ դատավճիռներ կային, եւ մի փոքրիկ փոփոխություն էր անում։ Եվ այն նամակներում, որտեղ գրված էր պատժել ստորակետ չի կարելի գտալ, ինչ էր անում ինքը, ջնջում էր այդ ստորակետը եւ փոխում էր տեղը եւ այսպես էր անում. պատժել չի կարելի ստորակետ գտալ։ Եվ պատկերացնում եք, մեկ ստորակետի փոփոխության պատճառով մեկ մարդու կյանք էր փոխվում։ Եվ երբեմն Աստված էլ այդպես է մեր կյանքի մեջ վարվում։ Սատանան իր վճիռն ունի, դու պիտի պատժվես, հնարավոր չի քեզ գտալ եւ ողորմել, բայց գալիս է Տեր Հիսուս Քրիստոսը, իր գեղեցիկ մատով ջնջում է սատանայի գրածը, սատանայի վերջակետը եւ իր ստորակետն է դնում մեր կյանքի մեջ։ Եվ մենք, որ այսօր կան քույրեր եղբայրներ, մենք Աստծո ստորակետի վկաներն ենք, որ քանի անգամ սատանան որոշեց մեր կյանքի վրա վերջակետ դնել, քանի անգամ մարդիկ մեր վրա վերջակետ դրեցին, քանի անգամ մենք մեր վրա վերջակետ դրեցինք, բայց փառք Աստծո իր մեծ ողորմության համար, որ այդ վերջակետը ստորակետ դարձրեց։ Անգլերենում շատ ավելի հեշտ է։ Հայերենում, երբ որ մենք առաջի ժամանակներում, ես այնքան հին եմ, որ հիշում եմ մենք գրում էինք շատ բաներ, հիմա երեխեքը չեն գրում, թայփ են անում, չէ՞։ Եվ մենք գրում ենք, հետո երբ որ մի սխալ էինք անում, հետո դասատուն գալիս էր մի հատ կանոն ուներ, իհարկե շատ հին ժամանակներում կանոնի տեղը մի հատ փայտ էր։ Մեր ժամանակ ավելի բախտավոր էին, կանոն ուներ, կանոնով մեր գլխին էր խփում։ Բայց որպեսզի չնկատեր, ինչ էինք ամառակ ջնջում էինք, որպեսզի դասատուն չնկատեր, բայց էլի նկատում էր։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ ջնջում է, նրա ջնջածը ջնջած է։ Ամեն։ Եվ անգլերեն շատ հեշտ է, մի հատ կետ է ընդամենը։ Հետո այդ կետը ուզում են ստորակետ դարձնեն, ինչ են անում, տակից մի հատ գծիկ են անում, չէ՞, կլորացնում են եւ դառնում է ստորակետ։ Բայց մի վերջակետը կարող է մարդու կյանքի ճակատագրի հետ խաղ անել։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը մատի մեկ հպմամբ ամեն բան փոխում է։ Կարող ենք այսօր մենք էլ աղոթել եւ ասել. Տեր, ջնջիր սատանայի վերջակետները եւ բեր քո ստորակետը իմ կյանքի մեջ։ 3 տարի առաջ էր մոտավոր, երբ որ Սելի Փատրիկ եղբորս բժիշկներն ասացին, որ դու շուտով պիտի մեռնես։ Այսինքն քո ճամպրուկները ավակիր, քո թղթերը դասավորիր, կարգադրությունները արա, ժառանգությունը գրիր, որովհետև 3 ամսից 4 ամիս ժամանակ ունես ապրելու։ Փատրիկ եղբայրը նայեց բժիշկին, շնորհակալություն հայտնեց եւ դուրս եկավ։ Բժիշկն էլ նայեց Փատրիկ եղբորը, ասեց սրա հետ մի բան այն չի, ուրեմն հիվանդության հետ եւ իր ուղեղն էլ վնասվել, եւ իր կնոջը ասեց ձեր ամուսին անգլերեն հասկանում է։ Կինոստիարկե Փատրիկ եղբայրը 2 դոկտորական կոչում ունի, աստիճան ունի,
այրոմեխանիկայից եւ աստվածաբանությունից եւ հայտնի մեկն է Ամերիկայում։ Եվ կնոջ ասեց, անգլերեն հասկանում ա քո ամուսինն, ասում այո, բան չի չայլայլվեց ինքը։ Ասեց շնորհակալություն ու գնաց։ Անցավ 3 ամիս, անցավ 3 տարի, Պատրիկ եղբայրը մեր մեջ հիմա ողջ է եւ Տիրոջն է փառաբանում։ Քուրեր եղբայրներ, ոմանց համար քաղցկեղը, կենսերը կարող է վերջակետ լինել։ Տեր Հիսուսի համար դա մի հատ փոքրիկ մի բան է, որ դա շարունակություն լինի, ստորակետ դնի եւ ասի կյանքը չի ավարտվում, շարունակվելու է քեզանով։ Սաղմոսի մեջ ասում է ես չեմ մեռնի, ինչ կանեմ, կապրեմ եւ Տիրոջ գործերը կամ Տիրոջ փառքը կպատմեմ։ Կուզենամ միասին բացենք 3-րդ Սաղմոսը, քուրեր եղբայրներ։ Սաղմոս 3։ Էրիկ ջան, դու պետք է ինձ ասես, թե ես երբ վերջացնեմ, որովհետեւ ես Հայաստանցի եմ։ Այդ վտանգավոր բանա քարոզիչներին դες բան ասել եմ։ Հենց տենց ասա ուրեմն։ Չէ, բայց միջև 6-ը պետքա շուտ ավարտենք։ Ուրեմն Սաղմոս 3-ը, միասին բացենք 3-րդ Սաղմոսը, իմ ամենասիրելի սաղմոսներից մեկն է։ Եվ իմ գրքի մեջ այսպիսի վերնագիր է դրված. Թշնամիների դեմ վստահություն դեպի Աստված։ Ով է գրել Սաղմոսը, Դավիթի Սաղմոս, այդպես է գրված ձեր Աստվածաշունչում, Դավիթի Սաղմոս։ Երբ է գրել Դավիթը այս Սաղմոսը, ասում է, երբ որ փախչում էր իր որդի Աբիսողոմի երեսից։ Կարծում եմ սա Դավթի կյանքի ամենածանր պահն էր։ Երբ որ Դավիթը փախչում էր Սավողի երեսից, դա օքեյ է, բայց երբ որ մեկը հայրը փախչում է իր որդու երեսից, այն որդին, որ ուզում է իրեն ինչ անել, սպանել, որքան սարսափելի բան է։ Երբ որ մեկի որդին իրեն մի ծանր բան է ասում, մարդ ուզում է մեռնի, բայց այդ խոսքը չլսի։ Բայց երբ որ որդին ուզում է սպանի իր հորը, սա դաժան մի բան է։ Ինչ ես անում, երբ որ դու հալածվում ես, երբ որ թշնամիները ընկել են քո հետևից։ Ինչ էր անում Դավիթը, Սաղմոս էր գրում։ Քո ամենածանր պահերին, քույրս եղբայրս, ինչ պիտի անենք մենք, Տիրոջը փառաբանենք։ Դավիթ իր Սաղմոսները չէր գրում 5 աստղանի հյուրանոցներում, ինչ են ասում ձեր մոտ, Քանքուն են ասում, Հավայան կղզիներ են ասում, չէր գրում Պարկաս ծովի ափին, կոկտեյլը ձեռքը, հետո իր ծառան էլ Հովանոց էսպես էր անում, Դավիթն էլ ինչ էր ինսպայր լինում, Սաղմոս էր գրում։ Դավիթը իր մեծագույն Սաղմոսները գրել էր իր մեծագույն եւ դաժանագույն պայմանների մեջ, մահվան շուքի ձորի մեջ, քարանձավների մեջ, սովի մեջ, վախերի մեջ, բայց ամենագեղեցիկ Սաղմոսները ամենատգեղ վիճակներում են ծնվում։ Դրա համար ինչ վիճակում էլ որ լինես, ասա սա առիթ է, որ իմ Տիրոջը փառաբանեմ։ Ուրեմն Դավթի Սաղմոս, երբ որ փախչում էր, ինչ գրեց. Ով Տեր, որքան շատացան իմ թշնամիները։ Կարող է Աստծո մարդը թշնամիներ ունենալ։ Դուք ունեք թշնամիներ։ Հնարավոր է մենք իրանց թշնամի չենք համարում, բայց ոմանք մեզ թշնամի համարեն։ Ոմանք մեզ հետապնդեն եւ հալածեն։ Հնարավոր է որ այդ թշնամիներն շատանան։ Եթե Աստծո մարդ ես, չես կարող թշնամի չունենալ։ Աշխարհը մեր թշնամին է։ Մարդիկ կան, որ մեզ հակառակ կլինեն։ Եվ եթե թշնամիներ կան, չի նշանակում, որ սխալ է մի բան, նշանակում է ուրեմն դու ճիշտ ճանապարհի վրա ես եւ հակառակվողները, ասում է առաքյալը, շատ են։ Հետո ասում է շատերը վեր են կենում ինձ վրա։ Շատերը ասում են իմ անձի համար։ Տեր Հիսուսն էլ ասաց, ինչ են մարդիկ ասում իմ մասին։ Հետաքրքիր է ձեզ իմանալ, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։ Հիսուսին էլ հետաքրքիր էր։ Դավթի մասին ինչ էին ասում, շատերն էին ասում, թե սրա համար ինչ չկա, փրկություն չկա Աստծո մոտ եւ ինչ վերջակետ։ Սրա համար փրկություն չկա Աստծո մոտ եւ վերջակետ։ Ովքեր էին ասում, մի հոգի չէր, 2 հոգի չէր, շատերն էին ասում։ Քույրես եղբայրս, կապ չունի թե շատերը ինչ են ասում քո մասին, կապ չունի անգամ դու ինչ ես ասում քո մասին, կարևորը թե Աստված ինչ է ասում քո մասին։
Մարդիկ կարող են ասել, որ Աստված քեզ չի սիրում, Աստված քեզ չի կարող փրկել, դու չես կարող բժշկվել։ Գուցե ամեն իրավիճակները նայում ես հակառակն են խոսում եւ ասում են ոչ մի լավ բան չի լինելու քո կյանքի մեջ, ոչ մի փոփոխություն չի լինելու, չես ամուսնանա, չես երջանկանա, երեխեք չես ունենա, չես բժշկվի, չես փրկվի։ Ես կարևոր չի մարդիկ ինչ են ասում։ Վերջին խոսքը մեր կյանքում ումն է, Աստծունն է, ամեն, գրիչը ում ձեռքում է, Հիսուսի ձեռքի մեջ է, եւ նա գրում է մեր կյանքի պատմությունը։ Ուրեմն վերջակետ, բայց հետո տեսնում ենք մի գաղտնի բառ կա այստեղ, խորհրդավոր մի բառ կա, որ մենք հայերս շատ չենք հասկանում սա ինչ է։ Հին Աստվածաշնչերի մեջ գրված է փագագիծ եւ փագագիծի մեջ գրված է ինչ, սելա։ Այդպես է գրված ձեր Աստվածաշնչերում, սելա։ Ինչ է սելան։ Սելան Աստծո ստորակետն է։ Սելան միշտ դրվում էր վերջակետներից հետո։ Սելան երաշտական մի նոտայի նման մի բան էր, նշան էր, որ նշանակում է այո դադար, հանգիստ։ Ես մի քանի տարի գնացել եմ Դաշնամուրի եւ շատ անտաղանդ երաժիշտ եմ, բայց գոնե նոթաները գիտեմ։ Էրիքի պես չեմ կարող երգել, բայց գոնե գիտեմ դո ռե մի ֆա սոլ լա սին ինչա։ Եվ մի բան էլ կար, փաուզի նշան կա, չէ՞, որ հասկանում ես, որ սա վերջը չի, սա դադար է։ Եվ ամեն այդ նշանից հետո եղանակ ինչ է լինում, փոխվում է։ Նոր եղանակ է գալիս, ռիթմը փոխվում է, արագանում է, ուրախություն է գալիս։ Սելա, մենք այս բառը տեսնում ենք միայն Սաղմոսներում եւ Ամբակումի գրքի մեջ, նշանակում է դադար։ Այսինքն, երբ որ մարդիկ քո մասին ինչեր են ասում, հետո դու գալիս ես Աստծո մոտ եւ Աստված ինչ է ասում է խաղաղվիր եւ հանգստացիր։ Տեր Հիսուսն ասաց, եւ ես ձեզ ինչ կտամ, հանգիստ կտամ։ Ամբակումի մեջ էլ ասում է, եթե թզենին չծաղկի, այս բանը չլինի, հետո տեսնում ենք Աստծո սելան է գալիս եւ ասում է, բայց ես իմ Աստծով պիտի ուրախանամ։ Սելան Աստծո ստորակետն է, սելան Աստծո դադարն է մեր կյանքի մեջ, սելան Աստծո միջամտությունն է։ Սատանայի վերջակետը կարող է այսպես լինել, քեզանից հույս չկա, քեզանից մարդ դուրս չի գա, քո կյանքը չի փոխվի, դու չես բժշկվի, չես ազատագրվի, երջանիկ չես լինի եւ վերջակետ։ Բայց ինչ ենք անում մենք, երբ որ սատանան մեր վրա վերջակետ է դնում։ Մենք շատ ժամանակ կարող ենք այդ վերջակետը վերցնել, պին գրկել եւ այդ վերջակետը տանգո ապրել։ Տխուր։ Երբ որ գնում ես բժիշկի եւ բժիշկն ասում է դու պետք է մահանաս եւ վերջակետ։ Մի հատ թուղթ է գրում, քեզ տալիս է, քեզ այդ թուղթը դառնում է հետո քո համար թուղթուգիր, կախարդանք։ Բայց դու կարող ես ուրիշ բան անել, վերցնել այդ վերջակետը, գնալ Աստծո ներկայության մեջ եւ խնդրել, որ Հիսուսը ստորակետ դարձնի։ Հիշում եք անգամ մի մարգարե գնաց թագավորի մոտ եւ ասեց. «Թագավոր, քո ապրանքները հավաքիր, ոտքերդ հավաքիր, պետքա գնաս, Աստված հրամայել է, որ դու պետքա մեռնես եւ վերջակետ»։ Բայց ինչ արեց թագավորը, Եզեկիա թագավորը, ասում է շուռ եկավ դեպի պատը, այնքան լացեց, իհարկե աստվածաբանության մեջ դեռ հարց է, պետք էր որ այդտենց լիներ թե չէ, բայց մենք տեսնում ենք մարդը անգամ իր ապաշխարությունով Աստծո որոշումը փոխեց։ Եվ Աստված մարգարեն հələ տուն չէր հասել, ասեց հետ գնա, ասա դրա կյանքը երկարացնում եմ։ Ուրեմն դու կարող ես հաշտվել վերջակետերի հետ, բայց դու կարող ես գնալ Աստծո ներկայության մեջ եւ ասել Տեր, քո սելայի կարիքն ունեմ։ Ոչ թե վերջակետ, որ վերջ ամեն բան վերջացավ, այլ դադար, այսինքն մի հատ շունչ քաշիր, արժևում դեռ շատ գործեր ունես անելու։ Եղիան իր վրա վերջակետ էր դրել։ Հիշում եք, գնաց Աստծո մոտ ինչ ասեց. հոգիս առ վերջանամ, վրձնեմ, իմ գործը վերջացրել եմ այս երկրի վրա, հոգնել եմ, զզվել եմ, ուզում եմ մեռնեմ։ Աստված ինչ ասեց. Եղիա, գնա քնի։ Կեր ու քնի։ Եվ քանի օր 40 օր։ Հետո ասեց դե հիմա վեր կաց գնա սրան թագավոր ուծի, նրան մարգարե ուծի, այսինքն դու դեռ պիտի շարունակես գործեր անել երկրի վրա։
Աստված իր ստորակետը ունի մեր կյանքի մեջ։ Հետո շարունակությունը, տեսեք, Սելայից հետո ոնց է փոխվում Դավիթի տրամադրությունը, ոնց է փոխվում նրա աղոթքը։ Երրորդ խոսքն ասում է. բայց դու Տեր։ Մեր եկեղեցու անդամները գիտեն, որ իմ ամենասիրած բառը Աստվածաշնչում բայց բառն է։ Ինչու՞, որովհետև բայցը բացառում է նախկին որոշումները, բայցը ամեն բան փոխում է։ Եթե անգամ անցնեմ Մավան շուքի ձորով, բայց դու ինձ հետ ես։ Աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Աստված քո կյանքի մեջ ինչ ունի, բայց ունի։ Թեպետ հայրս ու մայրս ինձ թողնեն, բայց Աստված ինձ հետ է։ Ես չգիտեմ ինչ վիճակների մեջ ես դու անցնում, ինչ են ասում մարդիկ քո մասին, բայց մի բան գիտեմ, բայց կա քո համար։ Ստորակետ կա քեզ համար։ Սելա կա քո կյանքի մեջ։ Եվ տեսեք Դավիթը ինչ ասում։ Թեպետ շատերը այսպես են ասում, բայց դու Տեր։ Ես եւ Աստված մեծամասնություն ենք։ Կապ չունի շատերը ինչ են ասում իմ մասին։ Հաճելի չի լսել, երբ որ մարդիկ քո մասին վատ բաներ են ասում։ Հատկապես այնպիսի բաներ են ասում, որ զրպարտություն է եւ դու չես արել այդպիսի բան։ Եվ մենք կարող ենք այլայլվել։ Բայց հիշում եք Հիսուսն ինչ ասում։ Երբ որ ամեն սուտ բաներ են ասում ձեր մասին, ինչ արեք, ուրախացեք ու ցնծացեք։ Ես ուզում եմ ձեր առաջ խոստովանեմ, որ դեռ չեմ հասել այս մակարդակին։ Պայքարում եմ, գնում եմ, ուզում եմ դրան հասնել, բայց սա է իսկական հոգևորությունը։ Երբ որ վատ են խոսում, դու ուրախանում ես։ Ինչու՞, որովհետև վերջի խոսքը մարդունը չի, Աստծունն է։ Բայց դու Տեր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։ Կարող ենք այս խոսքերը միասին ասել քույրեր եղբայրներ։ Ես ասեմ ինձանից հետո կրկնեք, բայց դու Տեր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։ Երբ որ մենք բաներ ենք լսում, մեր գլուխը կախվում է, բայց երբ որ մենք Աստծուն ենք լսում, մեր գլուխը բարձրանում է մեր թշնամիների վրա, քույրեր եղբայրներ։ Հովանու ավետարան 11-րդ գլխի մեջ մենք շատ ժամանակ չունենք դրա մեջ գնալու, բայց տեսնում ենք, որ եկան Հիսուսին ասացին, որ քո ընկերը, հետարքիր է, երբ որ Հիսուսին ասում են քո ընկերը, այսինքն արդեն հասկացավ ու մասն է խոսքը։ Հիսուսը ուներ ընկեր։ Գեղեցիկ է, չէ՞։ Եվ Հիսուսն էլ ուզում է, որ դու իր ընկերը լինես։ Քո ընկերը Ղազարոսը ինչ է։ Հիվանդ է։ Քույրեր եղբայրներ, հնարավոր է մեկը Հիսուսի ընկերը լինի եւ հիվանդ լինի։ Այո, այսինքն դուք չեք հիվանդանում։ Եվ եթե հիվանդանում եք, նշանակում է Հիսուսի ընկերը չեք։ Իմ կինը գանե 3 հիվանդ էր, բայց այսօր առողջ է, փառք Աստծո։ Մենք հիվանդանում ենք, մեր մարմինը կարող է տկարանալ, դա չի նշանակում, որ դու Հիսուսի ընկերը չես։ Հոբն էլ հիվանդացավ։ Որոշ հավատացյալներ, որ հիվանդանում են, հետո եկեղեցուց այցելում են, այնքան քարոզ են գլխին կարդում, ուրեմն մի բան են չի, ուրեմն անեսքի տակ ես, ուրեմն անհավատության մեջ ես, ուրեմն մի հատ غلط ես արել, որ հիվանդացել ես, այ մարդ թողեք իմ համար հիվանդանամ, ինձ ավելի եք հիվանդացնում։ Երբեմն պետք է ուղղակի մարդու կողքը լինել, ոչ թե մարդու վրա թափ տալ։ Այսինքն ընկերը Ղազարոսը հիվանդ է։ Հետո գնա որ աղոթես իր համար։ Հետո Հիսուսն ինչ արեց։ Չգնաց։ Ասեց եկեք մի քիչ էլ մնանք այստեղ, մնացին։ Հետո եկան ինչ ասցին, ասեն քո ընկերը Ղազարոսը մեռավ։ Ինչ հետաքրքիր։ Հետո Հիսուսն ինչ ասեց։ Ասեց ես ուրախ եմ։ Պատկառում եք այդ պատմությունը այդպես է գրված, թե մենակ իմ Աստվածաշունչում է գրված այդպես։ Ասում ես ուրախ եմ։ Եվ իր աշակերտներից մեկը Թադևոսն է, թե Թովմասն է։ Թովմաս կարծեմ ասեց մենք էլ գնանք մեռնենք։ Այ քեզ բան։ Պատկերացնում եք մեկը, որ Հիսուսի հետ է, տեսնում այդքան հրաշքներ, ասում է գնանք մենք էլ մեռնենք։ Բայց Հիսուսն ասեց ես կգնամ եւ իրեն կարթնացնեմ։ Եկան ասին վերջացավ ամեն բան, քո ընկերը մեռավ։ Եվ երբ որ գնաց էր, հիշում եք քույրերը եկան եւ ասին վարդապետ, եթե ժամանակին այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի։ Բայց Հիսուսն ասաց ես եմ հարությունը եւ կյանքը։ Երբ որ գնացին գերեզման,
Եվ Հիսուսը գիտեր, որ պիտի հարություն տար Ղազարոսին, թեպետ արտասվեց այնտեղ, եւ քույրն էլ ասեց, Հիսուս 4 օրվա մեռել է արդեն, նեղել է, արի ես գործը չանենք Տեր։ Բայց Հիսուսի համար կապ չունի ժամերն ու ժամանակները, նա է մեր ստորակետը, որ կյանքը պիտի շարունակվի։ Եվ ինչ արեց Ղազարոսի վրա, որ քարն էլ քաշել էին։ Հայաստանում ասում են ինքնահող, այսինքն գնում են ինքնահողին, համոզվեն, որ այդ մեռելը դուրս չի եկել գերեզմանից, հետո համոզվում են, հետո հանգիստ գնում են տուն։ Ուրեմն հանգստացել են, որ 4 օրվա մեռած էր, վստահացել էին։ Բայց Հիսուսը կյանք տվեց եւ Հիսուսը հարություն տվեց։ Ես չգիտեմ քո ինչն է մեռել քո կյանքի մեջ, գուցե ուրախություն է մեռել, գուցե հույսերդ են մեռել, գուցե մարդիկ են տարել ու թաղել, գուցե ինքդ ես թաղել քո ապագան, քո նպատակները, քո երազանքները։ Բայց ես այսօր այստեղ եմ ասելու, Տեր Հիսուս Քրիստոսը հարությունն է։ Քո հույսերի հարությունն է, քո կյանքի հարությունն է, եւ նա պատրաստ է վաղը չէ, հենց հիմա կենթանացնել քեզ։ Քո ուրախությունը վերադարձնել, քո բժշկությունը ծաղկեցնել քո կյանքի մեջ։ Ծննդոց 18-րդ գլխում մենք տեսնում ենք, երբ որ Աստված հայտնվեց Աբրահամին ու Սառային, որոնք վերջակետ էին դրել իրանց վրա, եւ Աբրահամը հաշտվել էր եւ ասել էր. Տեր, գուցե իմ ընդոցինը, այսինքն իմ ծառան լինի իմ ժառանգորդը, եթե տենց է լինի, լավ է, ուրախ կլինեմ ես։ Իսմայելը ապրի, բայց Աստված ասեց ոչ թե Իսմայելը, այլ Իսահակը, բայց չկար Իսահակը։ Նրանք վերջակետ էին դրել իրանց վրա, բայց Աստված ջնջեց եւ Աստված մի նոր կյանք բերեց Աբրահամի կյանքի մեջ։ Մեր մխիթարը եւ Սեդան, որ մեր եկեղեցում են հիմա, իրանք ծառայում են հովության մեջ, երբ որ իրանք ամուսնացան, ամեն ինչ լավ էր, գեղեցիկ էր։ Բայց գիտեք, Հայաստանում, երբ որ զույգը ամուսնանում է, 1 ամիս է անցնում, 2 ամիս է անցնում, 3 ամիս է անցնում, հետո մարդիկ գալիս են այցելության, հետո մի հատ հարց են տալիս, մի հատ կարևոր հարց, շատ հոգևոր խորը հարց են տալիս։ Ասում են, Ձեզ հարցրել են տենց հարց։ Այսինքն ինչ։ Այսինքն նորություն չունեք։ Գիտեք, երբ որ մի տարի չկա, 2 տարի չկա, 6 տարի։ Եվ վերջում բժիշկներն ասեցին, ծերներ, եկեք ձեզ չտանջենք։ Ձեզ այն շատ փողեր ենք առել, ձեզ լավ թալանել ենք, բայց ուզում ենք այսօր ազնիվ լինենք, խիղճն էլ լավ բան։ Ուրեմն ուզում ենք ձեզ ասել, որ դուք երբեք երեխա չեք ունենա։ Որովհետև Սեդան իր կյանքի մեջ երբեք չէր ունեցել կանացի օրեր, երբեք չէր աշխատել իր մոտ այդ օրգանիզմը, մահացած էր եղել։ Բայց բժիշկն էլ հաստատեց դա։ Երբեք չեք ունենա, ավելի լավ է գնացեք մի հատ երեխա որդեգրեք։ Գիտեք, իրանք այդ թուղթը վերցրեցին, եկան տուն, իրանք կարող էին հաշտվել դրա հետ, բայց գիտեք ինչ արեցին, ցուցակ կազմեցին, սկսեցին աղոթել եկեղեցուային զույգերի համար, որոնք երեխա չեն ունենում։ Իրանց թողած ուրիշների համար էին աղոթում։ Անցավ կարճ ժամանակ, Սեդան իրան վատը զգաց, եւ մենք շատ լավ զգացինք, որ ինքը իրան վատը զգաց։ Եվ գնաց բժիշկի մոտ, բժիշկը նայեց իրան, ապշեց եւ ասեց. ես քեզ նոր էի ուսումնասիրել, ոչինչ չկար քո մեջ։ Հիմա մեկը ինչ որ ձև քո մեջ 4 ամսական պտուղ է դրել։ Եվ զարմացած մնացին բոլորը։ Աստծո ստորակետը ծնվեց, Սերինեն, իրենց առաջի զավակը։ Հիմա իրանց տան մեջ, երբ որ գնաք երկրաշարժ է, 3 բալանոց երկրաշարժ է, 3 երեխաներ վազում են այստեղ այնտեղ բոլորը ակտիվ եւ աշխուժ, եւ Սեդայի համար, քանի որ երազում էի տեսել, որ պետքա ծնվի իրանց երկրորդ երեխան, հետո երրորդն էլ ծնվեց, հիմա ասում եմ Վազգեն եղբայր, կլինի մի քիչ ուրիշների համար երազ տեսնես, այլ չեմ ուզում իմ մասին երազ տեսնես։ Աստված քեզ համար ստորակետ ունի։ Հովսեփի եղբայրները Հովսեփի վրա վերջակետ էին դրել։ Աստված ջնջեց, ստորակետ դրեց։ Մովսեսը իր վրա վերջակետ էր դրել։ 80 տարեկան Մովսեսը, 80 տարեկան, կա այստեղ մեկը, որ 80 տարեկան է։ Չունենք, դեռ չունենք։ Մի օր կդառնանք 80 տարեկան։ Վերջում մեկը կա 80 տարեկան, եկեք Աստծուն փառք տանք մեր քրոջ համար, որ 80 տարեկան է։ Ուրեմն շնորհակալ եմ, որ իմ քարոզը չփչացրիք։ Մեկը կա, որ 80 տարեկան է այստեղ։ Եվ 80 տարեկան մարդ ինչ իմաստն է մտածում։ 80 տարեկան Մովսեսը, որ ձախողվել էր իր կյանքի մեջ, ոչինչի չէր հասել, խայտարակվել էր, ինչ իմաստն էր մտածում։ Մտածում էր իր աներոջ
ոչխարների, գառների մասին, այծերի մասին, մտածում էր, որ իր կյանքը արդեն էլ վերջացավ, էլ ինչ կարող եմ անել ես։ Բայց 80 տարեկան Մովսեսի կյանքում հայտնվեց Աստված, ջնջեց այդ վերջակետը եւ նոր ստորակետ բերեց։ Մովսես, քո կյանքում ամեն բան նոր է սկսվում։ Սատանան էլ Հիսուսի վրա վերջակետ դրեց։ Երբ որ նրա անշնչացած մարմինը դրեցին գերեզման եւ քարն էլ գլորեցին նրա վրա, ինչ քեֆ էր անում սատանան դժողքով։ Ինչ խնջույք էր, ինչ տոնակատարություն էր, դևերը ոնց էին ուրախանում։ Եվ այդ քարը, որ մի հատ կլորը քար էր մեծ, վերջակետի նման էր, գլորված մեր Տեր Հիսուսի վրա։ Այդ նույն քարը սատանան քո վրա է շատ անգամ գլորում։ Բայց Աստված ստորակետ ունի։ Եվ երրորդ օրը, քուրեր եղբայրներ, Աստված քեզ համար էլ երրորդ օր ունի։ Եվ այդ օրը այսօր կարող է լինել քո կյանքի մեջ։ Տեր Հիսուսը դուրս եկավ գերեզմանից եւ հայտարարեց. «Ով մա, ուր է քո խայթոցը, ուր է քո իշխանությունը»։ Պողոսն էր իր կյանքի վրա վերջակետ էր դրել։ Երկրորդ Կորինթացիների առաջի գլխում գրում է, ասում է. «Երեք օր անդունդում տարու բերվում էինք եւ անհույս վիճակի մեջ էինք, այն մարդը, որ գրեց վերջում մնում է հույսը, հավատքը, սերը եւ հույս է տալիս ուրիշներին, ասում է. ես էլ իմ հույսը ինչ է արել, կյանքի հանդեպ հույսս կորցրել էի, մահվան վճիռն էի կայացրել ինձ վրա, բայց Աստված ողորմություն տվեց մեզ»։ Գուցե շատ անգամ թվալ քո կյանքի մեջ հույս չկա, բայց սպասիր Աստծուն, քույրես եղբայրս։ Ուզում եմ ավարտեմ նաև սրանով ու աղոթենք։ Մեկն էլ կար, որի վրա բոլորն էին վերջակետ դրել։ Հռոմեական կայսրությունն էր իր վրա վերջակետ դրել, օրենքն էր վերջակետ դրել, հրեաներն էին դրել եւ դա խաչի վրայի ավազակն էր։ Երբ որ մարդիկ նրան նայում էին, ասում են վերջացավ էսի, գնաց դժոխք, իր կյանքը այսպես պիտի վերջանար։ Վերջին շունչն էր, ինքը գիտեր, որ ինքը արդարացի ձևով է պատժվում, բայց այդ խաչի վրա իր ցավերի մեջ նա հանդիպեց մեկին, որ պիտի վերցներ իր ցավը իր վրա, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երբեմն Հիսուսի հետ հանդիպման ժամադրության վայրը ցավի վայրն է լինում։ Քանի ինքը ավազակ էր, լսած կլիներ Հիսուսի մասին, բայց չուզեց հանդիպել։ Բայց խաչը ամենալավ հանդիպման վայրն է Հիսուսի հետ։ Մարդիկ նայում էին նրան եւ ասում են արժանի է իր պատժին։ Ինքն էլ ասում էր այո, ես արժանի եմ։ Դատախազը նրա վրա մահապատիժ դրեց, դատապարտեց մահվան։ Ինքն էլ հաշտվել էր դրա հետ։ Բայց վերջի շնչով ասաց. Տեր, հիշիր ինձ։ Եվ շուռ եկավ Հիսուսը եւ ինչ ասաց, ջնջեց այդ վերջակետը եւ ասեց դու այսօր պետք է ուրիշ տեղ լինեիր, բայց ես եկել եմ այս խաչի վրա նաեւ քո համար, որ քեզ ասեմ, որ այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Սա մեր Աստվածն է, սա մեր Հիսուսն է։ Ոմանք որ հայտնվում են մեր կյանքը դժոխքի են վերածում, բայց Հիսուսը որ գալիս է, դժոխքը դրախտի է վերածում։ Կանգնենք Տիրոջ առաջ աղոթքով։ Շատ եկեղեցիներ, որ լինում եմ, այնքան սառնա, որ մրսում եմ, բայց դուք այնքան ջերմ եք ու տաք եք, որ ձեր սիրոց շոքում եմ ես արդեն։ Շատ ավելի լավ ասենց։ Մեր ձեռքերը պարզենք դեպի մեր Աստված։ Մեր սրտերը բացենք։ Նույն Քրիստոսը, որ խաչի վրա էր, նույն Քրիստոսը, որ գերեզմանի մեջ էր եւ դուրս եկավ գերեզմանից, նույն Քրիստոսը հիմա այստեղ է։ Կողքդ է, հետդ է։ Եվ նա պատրաստ է ջնջել սատանայի բոլոր վերջակետները։ Այդ վերջակետը մահվան նշան է, որ վերջացավ ամեն բան։ Բայց ճիշտ այդ նույն թագուհու նման, որ իր ամուսնու վճիռները փոխում էր, այսօր Սուրբ Հոգին մատի մեկ հպմամբ փոխում է քո վերջակետը ստորակետի։ Այնտեղ, որտեղ սատանան գրել է մահվան արժանի է պատժել եւ չգտալ, Տեր Հիսուսը գրում է ողորմել եւ փրկել։ Շնորհակալ եմ քեզանից Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Տեր։ Այստեղ մարդիկ կան,
որ շատերը քեզ ասել են, որ վերջացել է, հույս չկա քեզ համար։ Քո անձնականը, քո ամուսնական կյանքը խորտակված է։ Եվ հարազատ մարդիկ են քեզ ասում այդ բանը։ Բայց Տեր Հիսուսն ասում է, կապ չունի մարդիկ ինչ են ասում, վերջի խոսքը իմն է, իմ աղջիկ։ Ես եմ ասում։ Տեր Հիսուս այսօր խոնարհվում ենք քո առաջ։ Եվ Դավթի նման ասում ենք, շատերը շատ բաներ են ասում իմ մասին։ Բայց կարևորը այն չի շատերն ինչ են ասում։ Կարևորը այնա դու ինչ ես ասում։ Իսկ դու ասում ես, որ պիտի ապրեմ։ Դու ասում ես, որ ամենալավն ես ինձ համար պատրաստել։ Շնորհակալ եմ, որ հենց հիմա հուսահատությունը հեռանում է։ Հենց հիմա մահվան վերջակետները գնում են մեր կյանքից։ Հենց հիմա հիվանդության դատավճիռը հեռանում է, խափանվում է, խորտակվում է եւ Հիսուսի ստորակետն է գալիս։ Եկեք ընդունենք Հիսուսի ստորակետը։ Եկեք գրկենք այդ ստորակետը, եկեք ուրախանանք, նա քեզ ասում է պիտի ապրես, պիտի իմ փառքը պատմես, պիտի չմեռնես։ Եթե անգամը զգում ես, որ խորտակվում ես հուսահատության ծովի մեջ, խեղդվում ես մենակությանդ մեջ, կորել ես մութ սենյակի մեջ, Տեր Հիսուսն այսօր գալիս է իր ձեռքն է պարզում եւ քեզ դուրս է հանում եւ ասում է Ղազարոս դուրս արի քո գերեզմանից։ Դուրս արի քո մահվան վիճակից եւ ես քեզ կյանք կտամ։ Շնորհակալ ենք հենց հիմա Տեր Հիսուս, հենց հիմա։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգով լցվենք ամեն մեկս։ Ոչ թե վաղը, ոչ թե մի ժամ հետո, այլ հենց հիմա Տիրոջ եկեղեցու մեջ։ Արի Սուրբ Հոգի եւ մեզ կյանք պարգևիր։ Մենք կարիք ունենք Տեր, թող մահվան հոգին հեռանա, կյանքի հոգին գա։ Թող բժշկություն լինի, ազատագրություն լինի, ատելությունը գնա, վիրավորանքը գնա, թշվառությունը գնա, քաղցրությունը գա, սերը գա, խաղաղությունը գա։ Եվ պատկերացրեք այդ ավազակը, որ վերջի շնչով հասցրեց Հիսուսին Տեր դավանել, աչքերը փակեց, մարդիկ տեսան, ասեցին արժանի է, պատժվեց, դժոխք գնաց, բայց ինքը իր աչքերը փակեց եւ հաջորդ վարքյանին բացեց Աստծո ներկայության մեջ։ Ես աղոթում եմ, որ այս աղոթքից հետո, երբ որ մեր աչքերը բացենք, ուրիշ վիճակի մեջ հայտնվենք, կյանքի մեջ հայտնվենք, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն։